Երևանյան անձրևոտ երեկո էր։ Մաշտոցի պողոտայի հին շենքերից մեկի երրորդ հարկում, որտեղ պատուհանագոգերին դեղ շարված էին խորհրդային տարիներից մնացած բյուրեղապակյա ծաղկամանները, լռությունն ավելի ծանր էր, քան դրսի որոտը։ Սենյակում միայն ժամացույցի տկտկոցն էր և անձրևի հարվածները թիթեղյա գոգին։ Մանեն նստած էր բազմոցի ծայրին, ձեռքերում սեղմելով դեղնած մի ծրար։ Նա 25 տարեկան էր, գեղեցիկ, խելացի աղջիկ։ Բայց հիմա նրա դեմքին այն նույն կորսված երեխայի արտահայտությունն էր, որն ունենում էր մանկուց, և դպրոցական հանդեսներին բոլորին հայրերն էին գրկում, իսկ ինքը մենակ էր։ Նրա դիմաց, բազգաթոնին, նստած էր Անահիտը, մայրը։ Անահիտը միշտ եղել էր չափազանց զուսպ, խիստ և անասելի ուժեղ կին։ Նա երբեք թույլ չէր տվել իրեն լաց լինել դստեր ներկայությամբ, երբեք չէր դժգոհել ճակատագրից, պարզապես աշխատել էր 3 տեղ, որպեսզի Մանեն ոչնչի կարիք չունենա։ Ինչու ես լռել, մամ։ Մանեի ձայնը դողում էր, բայց դա վախի դող չէր, այլ տարիներով կուտակված վիրավորանքի։ 20 տարի ես ապրել եմ այն մտքով, որ հայրս մեզ լքել է, որովհետև ես վատն եմ, կամ դու ես նրան նեղացրել։ Իսկ հիմա ես գտնում եմ սա։ Մանեն ծրարը նետեց սուրճի սեղանին, այն սահեց ու կանգ առավ Անահիտի սուրճի բաժակի մոտ։ Դա Արմենի, Մանեի հորնամակն էր, գրված ուղիղ 20 տարի առաջ։ Մանեն պատահաբար էր գտել այն հին պահարանի ամենավերին դարակում, փաստաթղթերի արանքում, երբ մայրը խնդրել էր գտնել տան վկայականը։ Նա գրել է քեզ, շարունակեց Մանեն արցունքները կուլ տալով։ Նա աղաչել է, կարդամ բարձրաձայն։ Անահիտ, թույլ տուր գոնե մեկ անգամ տեսնել նրան։ Ես սիրում եմ Մանեին, կյանքիցս շատ։ Դու իրավունք չունես քո հպարտության պատճառով աղջկա զրկել հորից։ Անահիտը լուր վերցրեց սուրճի բաժակը, մի կումարեց։ Նրա դեմքը քարե դիմակեեր նման։ Ոչ մի մկան չշարժվեց։ Այս սառնասրտությունն ավելի էր բորբոքում Մանեին։ Այդ պահին աղջկա աչքերում մայրը դարձել էր թշնամի։ Մի եսասեր, դաժան կին, ով սեփականական զգացումներից ելնելով ջնջել էր հորը դստեր կյանքից։ Դու նրան արգելել ես, Մանեի ձայնը բարձրացավ։ Դու ես նրան վռնդել։ Հորեղբայր Կարենը միշտ ասում էր, որ Արմենը վատ մարդ չէր, պարզապես դուք չէիք հասկանում իրար։ Ինչի համար, մամ, որովհետև քիչ էր վաստակում, որովհետև խմում էր ընկերների հետ։ Դա պատճառ չէր երեխային հորից զրկելու համար։ Դու գիտես, թե ես քանի գիշեր եմ երազել, որ դուռը կբացվի ու նա կգա։ Իսկ պարզվում է, նա ուզեցել է գալ, բայց դու կանգնել ես դռան մեջ ու չես թույն տվել։ Անահիտը դրեց բաժակը սեղանին։ Հաղճապակու ձայնը սուր հնչեց սենյակում։ Ես արել եմ այնինչ ճիշտ եմ համարում, չոր պատասխանեց նա։ Մանեն ցնցվեց այդ պատասխանից։ Այդ պահին նա ատեց մորը։ Նա տեսնում էր մի կնոջ, ով իր ամբիցիաները ավելի բարձր էր դասել դստեր երջանկությունից։ Ես գնում եմ, Մանեն վեր կացավ։ Ես կգտնեմ նրան։ Ես գիտեմ, որ նա ողջ է։ Ես կգտնեմ նրան, կգրկեմ ու ներողություն կխնդրեմ քո փոխարեն։ Ես կպատմեմ, որ դու թաքցրել ես նրա նամակները, թող իմանա, որ ես իրեն չեմ ատում։ Աղջիկը շրջվեց, որպեսի գնա դեպի միջանցք։ Նա պատրաստ էր հենց հիմա անձրևի տակ գնալ ու փնտրել հորի հետքերը։ Նստի ստեղդ, Մանե։ Անահիտի ձայնը բարձր չէր, բայց այնքան իշխող էր, որ Մանեն մեխանիկորեն կանգ առավ։ Դու ճշմարտություն ես ուզում։ Լավ, բայց իմանալուց հետո դու այլ երբեք առաջվան չես լինի։ Հետ դարձի ճանապարհ չի լինի։ Մանեն դանդաղ շրջվեց։ Մոր աչքերում առաջին անգամ տեսավ մի անասելի ծավ ու հոգնածություն, որը թաքցված էր խստության տակ։ Անահիտը վեր կացավ, մոտեցավ հին սերվանտին, բացեց ներքևի դարակը ու հանեց մի հաստ, մաշված տետր ու ոստիկանական մի հին արձանագրություն։ Հիշում ես այն երը, երբ հորդ վերջին անգամ տանն էր։ Ես 5 տարեկան էի, հիշում եմ աղմուկ, գոռոցներ, հետո դու լաց էիր լինում։ Ես լաց էի լինում ոչ թե նրա գնալու համար, այլ սարսափից։ Անահիտը բացեց տետրը, էջերը լի էին թվերով։ Թորհայրդ 20 հնի Արմենը քաղաքի ամենահմային տղամարդ էր։ Բոլորը սիրում էին նրան, բայց նա ուներ մի հիվանդություն, որը ավելի ուժեղ էր, քան սերը իմ կամ քո հանդեպ։ Նա խաղամոլ էր։ Մանեն խոժորվեց։ Դե ինչ, շատերն էին խաղում։ Դա դեռ պատճառ չէր, լսիր մինչև վերջ, ընդհատեց Անահիտը։ 2003 թվական էր։ Նա պարտվել էր ամեն ինչ։ Մեքենան, մեր խնայողությունները, ծնորներից նվիրված ոսկիները, բայց դրանք ընդամենը փողեր էին։
Այդ գիշեր 20 տարի առաջ նա տուն եկավ ոչ թե կարոտից դրդված, այլ որովհետև նրան հետապնդում էին։ Նա պարտք էր շատ վտանգավոր մարդկանց, օրենքով գողերի, որոնք ժամանակ էին տվել մինչև առավոտ։ Անահիտի ձեռքերը դողում էին, երբ նա բռնեց սեղանի ծայրը։ Նա ներխուժեց տուն խելագարի աչքերով։ Նա փող էր փնտրում, բայց մենք ոչինչ չունեինք։ Եվ այդ ժամանակ նա ասեց, որ ելք կա։ Նա ասեց, որ իր պարտատերերից մեկը անզավակ մի մեծահարուստ վաղուց երեխա է ուզում որդեգրել, բայց ոչ օրինական ճանապարհով։ Նրանց պետք է առողջ, սիրուն աղջիկ արտասահման տանելու համար։ Սենյակում օդը կարծես սառեց։ Մանեի սիրտը սկսեց քփել կոկորոթում։ Ինչ, շշնջեց նա։ Նա եկավ ոչ թե քեզ գրկելու, Մանե, այլ քեզ տանելու։ Նա փորձում էր ինձ համոզել, որ քեզ համար այնտեղ լավ կլինի, հարուստ տուն, Եվրոպա, ապահով կյանք, իսկ նա դրանով կփակի իր հսկայական պարտքը ու կփրկի իր կյանքը։ Նա սաքարգում էր քեզ, Մանե, նա քեզ դրել էր նժարին իր կաշկի փրկելու համար։ Մանեն զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա նստեց բազմոցին։ Ամբողջ մարմինը սկսեց դողալ։ Ես վազեցի խոհանոց, վերցրեցի ամենամեծ դանակը։ Ես կանգնեցի քո ննջասենյակի դռան դիմաց եւ ասեցի նրան, որ եթե մեկ քայլ անի դեպի քեզ, ես կսպանեմ նրան։ Ես չէի կատակում, նա տեսավ դա իմ աչքերում։ Նա վախեցավ ոչ թե ինձանից, այլ աղմկից, որ հարևանները կլսեն։ Նա փախավ։ Անահիտը վերցրեց այն նամակը, որը Մանեն գտել էր։ Դու կարդացիր միայն սկիզբը։ Կարդա նամակի վերջին պարբերությունը։ Մանեն դողաչոր ձեռքերով վերցրեց թուղթը։ Աչքերը վազեցին տողերի վրայով, որոնք նա բաց էր թողել։ Խնդրում եմ, Անահիտ, հասկացիր, սա միակ ելքն է, թույլ տուր տանեմ նրան, ես ցույց կտամ, թե ինչ խելացի է, նրանք կհավանեն։ Եթե ես վարը առանց երեխայի կամ փողի գնամ, նրանք ինձ կսպանեն։ Մի լինիր էգոիստ, փրկիր ինձ։ Թուղթը ընկավ Մանեի ձեռքից։ Նրա հերոսը, նրա կարոտած հայրը, ուրը մասին նա հեքիաթներ էր հորինել իր մտքում, փշրվեց։ Նա ուզեցել է վաճառել իր սեփական դստերը, որպեսի փակեր խաղատան պարտքերը։ Հաջորդ օրը ես վաճառեցի ծնողներիս բնակարանը։ Ես վաճառեցի ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Ես պարտք վերցրեցի բոլոր ծանոթներիցս։ Ես հավաքեցի այդ գումարը, ես հանդիպեցի նրան քաղաքից դուրս։ Ես նրան տվեցի փողը մի պայմանով։ Նա պետք է գրեր հրաժարականն ու անհետանար ընդմիշիմ։ Ես գնեցի քո կյանքը, Մանե, եւ ես գնեցի նրա լռությունը։ Անահիտը խորը շունչ քաշեց, կարծես ուսերից ընկավ Արարատ լեռի ծանրությունը։ Ես չէի ուզում, որ դու մեծանաս այն գիտակցությամբ, որ հարազակ հայրդ քեզ դիտել է որպես ապրանք։ Ես չէի ուզում, որ դու քեզ անարժեք զգաս։ Ես գերադասեցի, որ դու ատես ինձ, մտածես, որ ես եմ չարը, բայց քո սրտում հորի մասին պատկերացումը մնա մաքուր, թեկուզ եւ տխուր։ Ավելի լավ է ունենալ հեռու գնացած հայր, քան հայր, որ քեզ դավաճանել է ամենաստոր ձևով։ Սենյակում լռություն տիրեց, որը խախտվում էր միայն Մանեի հեկեկոցով։ Այս բոլոր տարիներին մայրը կրել էր այդ գաղտնիքը մենակ։ Նա հանդուրժել էր դստեր մեղադրանքային հայացքները, նրա սառնությունը, նրա կարոտը հորի հանդեպ, միայն նրա համար, որ Մանեի հոգին չպղձվի այդ սարսափելի ճշմարտությամբ։ Մանեն դանդաղ սահեց բազմոցից գորգի վրա, մորի ոտքերի մոտ։ Նա գլուխը դրեց Անահիտի ծնքերին, ինչպես անում էր մանկու հասակում, երբ վախենում էր ամպրողից։ Մամ, շշնջեց նա արցունքների միջով, ներիս ինձ։ Անահիտը, որը 20 տարի քար էր, վերջապես թուլացավ։ Նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Նա դողաչոր ձեռքով շոյեց դստեր մազերը։ Ոչինչ, բալես։ Հիմա դու գիտես, ամեն ինչ անցավ։ Դրսում անձրևը դադարեց։ Երևանի փողոցները մաքրվել էին փոշուց, իսկ Մաշտոցի պողոտայի այդ հին բնակարանում մաքրվել էր մի հին ու ծանր սուտ, թողնելով իր տեղը ցավոտ, բայց բուժող ճշմարտությանը։ Մայրն ու դուստրը նստած էին գրքախառնված, եւ այդ պահին աշխարհում ավելի հարազատ մարդիկ չկային։